Ողջույն։ Վանաձոր այցելած Նիկոլին քաղաքացին ասում է. հեղափոխությունից հետո վստահ էինք, որ բնակարան ենք ունենալու, բայց չունեցանք։ Նիկոլը պատասխանում է. հեղափոխության իմաստն ու նպատակը մարդկանց տներ բաժանելը չի եղել ու սկսում է փիլիսոփայել։ Որն է եղել հեղափոխության նպատակը, իմաստը, ով գիտի։ Ղարաբաղ հանձնելը։ Հեղափոխությունից առաջ ասել եք. դուք աշխատող ժողովուրդ եք, բայց վատ եք ապրում, որովհետև թալանում են։ Մենք կգանք, սաշկի 50-50-ը չի լինի, ով բիզնես ունի կզարգանա, ով տուն չունի տուն կունենա, ով ավտո չունի ավտո կունենա, ով աղքատա փող կունենա, ու ընդհանրապես սաղ կունենան այն ինչ ուզում են։ Հիմա ասում է հեղափոխության իմաստը սխալ եք հասկացել։ Նիկոլն ասում է. Սերժին հանինք, Նիկոլին դրինք, բայց բան չի փոխվել, որովհետև դուք ձեզ պետք է փոխեք։ Ալենն էլ ասում է, չկա մեկը, որ ավելի վատ է ապրում, քան 2018 թվականին։ Ես ոչ առաջին անգամ ձեզ առաջարկում եմ։ Յուրաքանչյուրդ ժողովուրդ ջան, ձեր մեջ վերլուծեք, հեղափոխությունից ձեր ակնկալիքը կատարվել է, թե ոչ, ամեն մեկը ձեզ համար հիշեք, ինչ էիք սպասում ու ինչ ունեք։ Ինչ որ բան սպասում էիք, չէ, Տիկին Նարինեն օրինակ ասում է, ամուսին արտագն աշխատանքի էր մեկնում, 2018-ին մասնակցել է հեղափոխության, որ մնա ընտանիքի կողքին, էլ չգնա, բայց համելի գնում է, 2018-ին զորացրվելուց հետո տղան է գնացել, իսկ նախորդ տարի էլ ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն։ Տիկին Նարինեի ընտանիքի սպասելիքը տապալվել է հեղափոխությունից, ու ընդհանրապես տարին շուրջ 30,000 ՀՀ քաղաքացի ստանում է Ռուսաստանի քաղաքացիություն։ Քեզ իշխանության են բերել, որ պատերազմող Ռուսաստանի հետ հույս կապեն։ Մարիամ տատին ասում է. Սևակ ջան, ունեմ շաքար, ունեմ ճնշում, 5 հիվանդություն է թվարկում, բայց ստանում է թոշակ 43,000 դրամ ու անդադ կանգնում է ընտրության առաջ, դե խմի թե հաց ուտի, երկուսից էլ չի կարող հրաժարվել։ Հեղափոխությունից ակնկալիք է ունեցել ու Ալեն 79-ամյա թոշակառուն լավ է ապրում, նրա ակնկալիքը հեղափոխությունից արդարացվել է, ըստ Նիկոլի 80 տարեկան տատին պետք է կրթվի, որ լավ ապրի։ Նախորդ տարի Կիրանցում ցորենը ցանեցին կիրանցեցիները, քաղեցին ադրբեջանցիները, որովհետև մինչև բերքը կհասներ, Նիկոլը հողերը հանձնեց։ Հիմա կիրանցեցիների հույսերը արդարացան հեղափոխությունից, դա էին երազում։ Այսօր բողոքի ակցիաներ էին անում, գինի, կոնյակ, արտահանողները, արտադրողները։ Ասում էին վրացիները խոչընդոտում են, չեն թողնում, չենք կարողանում հասցնել Ռուսաստան։ Հարգելի արտադրողներ, դուք հեղափոխություն եք արել, որ ապրանքը արտահանելու համար բողոքի ակցիա անեք։ Նիկոլը մի շաբաթում 2 անգամ հանդիպում է վրացի գործընկերոջը։ Էսա հետևանքը։ Քաղաքացին արել է հեղափոխություն, բայց այսօր իր խնդրի համար վախենում է մտնել պետական հիմնարկ, որովհետև մի հատ ոդկա հանկարծ ծուռը դրեց, ոհմակով ծեծում են ու իրեն էլ հռչակում են մեղադրյալ։ Դուք հեղափոխությունից ակնկալիք եք ունեցել, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ բոլոր վատ քննադատելի բաները Նիկոլի օրոք բազմապատկվեն։ Կարող է իրոք հեղափոխություն անելիս ակնկալել եք, որ պետք է փոխգնդապետ Արա Մխիթարյանին այնքան ծեծեն, որ մահանա։ Սոնա Մնացականյանին գցեն կառավարական շարասյան տակ սպանեն։ Արմեն Գրիգորյանին էլ սպանեն դատարանի դահլիճում։ Գնացեք Շուռնուղ գյուղ, հանդիպեք ցանկացած մեկին ու հարց տվեք։ Հեղափոխությունից ակնկալել եք, որ գյուղը կիսելու են հայկական ու ադրբեջանական մասերի։ Մարալիկի ծննդատան աշխատողներին հարց տվեք։ Հեղափոխություն է կարել, որ ծննդատունը փակվի։ Նիկոլն ասում է, հեղափոխությունը տուն տալու համար չէր։ Սրանց համար էր։ Նախարարությունների աշխատակիցները տարվում էին 2018 թվականին փողոց փակելու, որ նոր եկող նախարարը աշխատողից 36 անգամ ավել աշխատավարձ ստանա։ Այո, հեղափոխության մասնակիցներից ամեն մեկը ակնկալիք է ունեցել։ Բա ինչ է կարել այդ ակնկալիքի հետ։ Ալենն ասում է, հիմա ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Աղքատությունը 18 թվին 24% էր, Ալեն, ոչ պաշտոնապես 50%։ 2025 թվականին 24% է, ոչ պաշտոնապես 50%, այսինքն նույնը։ Քանի տոկոս ժողովուրդ է սկսել լավ ապրել։ Դե հաշվի։ Ովքեր դժգոհ էին թոշակից, հիմա գոհ եք, 7 տարի իշխանության են։ Ովքեր բողոքում էին աշխատանքից, հիմա գոհ եք։
Այն մշակույթի գործիչները, ովքեր բողոքում էին մշակույթի նախարարությունից։ Հիմա գոհ եք, գյուղատնտեսներ, ձեր ակնկալիքները բավարարված են։ Սրանք ստացվեց, արատավոր երևույթներին դեմ չէին պայքարում, կոռուպցիայի դեմ չէին պայքարում, պայքարում են, որ կոռուպցիան անի ոչ թե ՀՀԿ-ն, այլ ՔՊ-ն։ Նրանք, ովքեր դժգոհ էին պաշտպանության նախարարությունից, հիմա գոհ եք, այն ժամանակ ասում եք բանակում շատերը չեն ծառայում, ով կարում է ազատում է։ Սրանք բերել են փողով ազատվելու օրենքի նախագիծից։ Այսօր ՊՆ խոստովանում է, որ թշնամին սահմանի երկայնքով կրակում է։ ՔՊ-ական դեպուտատն ասում է, հույս ունեմ մեր ժողովուրդը ունի ամուր նյարդեր ու չի տրվի ադրբեջանական սադրանքներին։ Ժողովուրդը Եղոյան ունի նաև պաշտպանության նախարարություն, չատեստավորված ուսուցիչ նախարար։ Ու այդ ՊՆ-ն պարտավոր է կանխել սադրանքները, ոչ թե հույս ունենալ, որ լրատվամիջոցները կրակոցների մասին չեն գրի, ժողովուրդը չի իմանա։ Կարդացի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հաշվին պետական պարտքարտեն $4400 անցնում է։ Սենց ակնկալիք եք ունեցել ժողովուրդ հեղափոխությունից։ Քանի հատ բողոքի ցույց արեցին խաբեության զոհերը, մարդկանց անունից վարկեր են ձևակերպում, հաշիվներից գումարներ են քաշում։ Կառավարությունն ասում է թող չխաբվեին։ Դուք ակնկալիք եք ունեցել, որ հեղափոխություն եք անելու, ձեզ թալանեն, պետությունը չպաշտպանի, ասի թող զգուշ լնեիք։ Չկա ոլորտ, որ բողոքի ակցիա չի արել այս տարիներին։ Հիմա ասում է հեղափոխության իմաստը տուն չունեցողին տուն, հաց չունեցողին հաց տալը չէր։ Բա այդ ի՞նչն էր։ Բա դուք ի՞նչ էիք խոստանում։ Ալենն ասում է չկա մարդ, որ հեղափոխությունից հետո ավելի լավ չի ապրում։ 150,000 մարդ, որ իր հողում ապրում էր ու իր ակնկալիքներ ուներ, որ կգաք իրենց անկախությունը կճանաչվի միջազգայինորեն։ Եկաք դարձել են փախստական։ Հիմա իրենք ավելի լավ են ապրում։ Ձեր պատճառով Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները հիմա լավ են ապրում, իսկ գերությունից ազատվածները Լյուդվիգ Մկրտչյանը, Ալյոշա Խոսրովյանը, որ Բաքվում դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, լավ են ապրում ավելի քան 2018-ին։ Նրանք հեղափոխությունից իրենց համար էդ էին ակնկալում ադրբեջանական բանտը, իսկ այն 10-15 հազարը, որ ձեռք բերեցին հաշմանդամություն ձեր պատճառով։ Ոչ մեկի հույսերը չի արդարացել, բայց այնուամենայնիվ լավ ապրողներ կան, ովքեր են, ասեմ, թե անգիր գիտեք։ Պատգամավորը հարց է տալիս, թե ինչպես եղավ, որ Կոնջորյան Հայկը դարձավ ՔՊ խմբակցության ղեկավար, կնոջ աշխատավարձը դարձավ 10 միլիոն, նշանակվեց փոստի տնօրեն։ Հաթաթ չկարդան, բացեք ուղիղ 100 հոգու կենսագրություն, 71 դեպուտատ, 12 նախարար, վարչապետ, փոխվարչապետ, դատախազ բան ու կարդացեք հայտարարագրերը։ Ինչ ունեին, հիմա ինչ ունեն։ Տեսեք ժողովրդի ծառաները քանի հատ տուն ու ավտո են առել հեղափոխությունից հետո։ Ինչքան ավանդ ունեն, ինչքան կանխիկ փող ունեն։ Այո, իրենց ակնկալիքը արդարացվել է։ Հա, Ալենի համար լավ արդյունք կա։ Հնարավորությունները շատացել են։ Կնոջ համար անգամ հեռուստատեսություն է բացվել, որ շարքային ՔՊ-ականներ ուրիշի ֆինանսավորած կայքում էր աշխատում։ Բա Ալենի համար փոփոխություն կա։ Կրկնում եմ, սրանք ՀՀԿ-ին չեն մերժել վատ բարքերի համար, սրանք մերժել են, որ գան իրենք անեն նույնը։ Դրա համար էլ ասում է Սերժին փոխինք, Նիկոլ բերինք, բան չփոխվեց։ Բան չի փոխվելու, ասում է։ Դու պետք է փոխվես։ Դու պետք է իրողություններին այլ աչքերով նայես, այլ կերպ գնահատես, Ժորժ ջան։ Նույն բանը առաջ կոռուպցիա էր կոչվում, հիմա պետք է ասես դրան Հայաստանի ինքնիշխանության պահպանման համար լրացուցիչ վճար։ Օրինակ, անկեղծ քեզ հարց տուր, Ժորժ ջան, ասենք, որ Արա Բաբլյանի տեղը նստել է Ալեն Սիմոնյանը, Էդուարդ Շարմազանովի տեղը նստել է Հակոբ Արշակյանը, Արփինե Հովհաննիսյանի տեղը նստել է Ռուբեն Ռուբինյանը։ Ինչ օգուտ քեզ։ Ալեննա Բաբլյանից ավելի խելացի, գիտնական, թե Ռուբինյանը Արփինե Հովհաննիսյանից կամ մյուսը։ Փոփոխության ակնկալիք ունեիք, ուղղակի ստացվեց նախկինի քաղաքականության շարունակությունը առաջանցիկ տեմպերով, հանցագործությունները կրկնապատկված, պարտքը կրկնապատկված, թմրամոլությունը հազարապատկված, խաղամոլությունը հազարապատկված, բեսպրեդելը բազմապատկված։ Ազգային ժողովում քննարկումներ են, մարտի 1-ի բացահայտում, թալանի վերադարձ եւ այլն։ Մեր ժողովուրդը ինչ ակնկալիք ուներ։ Ինչից եք խոսում դուք էլ։ Մարտի 1-ը ասում եք 10 տարի բացահայտված չէ, 7 տարի էլ դու ես բացահայտի դե։ Նախկին թալանչիներից եք խոսում։ Քանի թալանչի ձեզ փող տվեց ու թռավ երկրից։ Բա բացահայտեք, թե վախենում եք ձեր տներին մոտենալ։
Ձեզ լուրջ թվում է, թե ժողովուրդը հիմա մտածում է մարտի 1-ի մասին։ Սրանք շատ սխալ ճանապարհ բռնեցին։ Իրենց սխալները բացարձակ չընդունեցին ու հայտարարեցին, թե իրենց մեղքը ոչ թե Արցախի հանրապետություն հանձնելն է, Շուրնուխ հանձնելն է, Կիրանց հանձնելն է, Ջերմուկից հանձնելն է, Գորիս Կապան Մայրուղի հանձնելն է, 5000 զոհ ու 10000-ից ավելի վիրավոր տալն է, այլ որ նախկինները նստած չեն։ Ժողովուրդը դա է պահանջում, լուրջ, ասեմ ժողովուրդը ինչ է պահանջում։ Եթե ձեզ 1, 2 կամ 5 հոգի մոտենում է նախկիններից բողոքում 7 տարի հետո չգիտես ինչի, ձեզ կարող եմ խորհուրդ տալ բացեք ձեր իսկ տեսանյութերի գրառումների տակ կոմենտները, ջնջելուց առաջ լավ կարդաք ու հարց չի առաջանա հանրությունը ինչ է պահանջում։ Նախկին ղեկավարներին պատժել, թե ձեզ պատժել, կախաղանի հանել ու նման կոչեր։ Հեղափոխությունից քաղաքացին ակնկալիք է ունեցել, որ լավ ապրի, անվտանգ ապրի, սահմանը ամուր լինի, Ղարաբաղը մերը մնա, բայց հիմա երազում են մի հատ էլ հեղափոխություն լինի, որ դուք պատժվեք։ Դա հանրային պահանջ է։ Ասում է հեղափոխությունից հետո բոլորն ավելի լավ են ապրում։ Ալեն, հեղափոխության պատճառով 30,000 մարդ ընդհանրապես դադարեց ապրելը։ Կյանքի թելը կտրեցիք պատերազմով, Կովիդով, ձեր կառավարական ավտոյի տակ գցելով, ծեծել սպանելով, փողոցի մեջտեղը ամենօրյա սպանություններով։ Ասում էին, հիշում եք նախկինների ժամանակ ռիսկ կանեիք, ձեն հանեիք։ Լայքի համար գործից ազատում եք, միտինգի մասնակցելու համար ազատում եք։ Փողոցում տեսնում են մարդիկ, աչքունքով են ասում, որ ընդդիմադիր են, ասենք, հաղորդումներս իրենց սրտից է, վախենում են նայող խաբար տվող լինի գործից հանեք։ Բողոքի ակցիա են անում, խուլիգանավարի հարձակվում ծեծում եք։ Քննադատելու համար կնոջը գիշերով գնում տանից գիշերազգեստով տանում եք դատարան։ Հետո էլ բանտ, թե բա խոսքի ազատություն, ժողովրդավարություն, բաստիոն, ֆլանֆստան։ Կարճ ասած, շատ են երկրները, որոնցում հեղափոխություն է տեղի ունեցել, բայց կառաջարկեմ հիշեք երկրների, որտեղ հեղափոխությունից հետո քաղաքացիները սկսել են լավ ապրել։ Երկիրը ծաղկել է, հաղթանակներ են եղել։ Հայաստանը բացառություն չէ։ Նաև լիքը հեղափոխական իշխանություններ կան աշխարհում, որ տապալվել են վատ արդյունքի պատճառով, բայց Հայաստանը բացառություն է նրանով, որ իշխանությունը համարվել է դավաճան եւ ուրացող։ Հեղափոխությունից անցել է ուղիղ 7 տարի։ Փաստում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է վստահությունը մարդկանց մոտ։ Արդեն մի քանի տարի է լրիվ սպառված է։ Նրանից լավի, դրականի ակնկալիք այլևս չկա։ Եվ մարդիկ օրերն են հաշվում, թե երբ են բրծնելու։ Ձեր հեղափոխությունից օգտվել ընդամենը մի փոքրիկ խմբակ, բայց մեր բոլորի հաշվին, մեր երկրի հաշվին, Արցախի հաշվին, մեր պետականության հաշվին։